Այսօր Հայաստանի պատմության թանգարանի բակում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության մարզերից ցուցադրության նպատակով Երևան բերված հուշարձանապատական բեկորներ։ Ներկայումս տեղափոխված 51 պատմաճարտարապետական կոթողները գտնվում են Մայր թանգարանում, որոնք մաքրվում, ամրակայվում եւ անհրաժեշտության դեպքում վերականգնվում են։ Որ ասում են քարեր, մարդիկ պատկերացնում են, որ ինքը ավերժական է, քարն էլ է շնչում։ Քարը ժամանակի մեջ, հողմահարության մեջ, բնական բաների մեջ ինքը ունենում է իր որոշակի կորուստները։ Հիմա չամրակայենք, թողենք այնտեղ։ 2013 թվականի հունվարի վերջին Հայաստանի պատմության թանգարանի հրապարակահայաց բացասրահում կբացվի քարերը ժողովելու ժամանակը խորագրով ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել մեր պատմաճարտարապետական հարուստ մշակութային ժառանգությունը։ Ցուցահանդեսում կներկայացվեն ոչ միայն հուշարձանապատական բեկորներ եւ պատմաճարտարապետական կոթողներ, այլև մարզի մշակութային ընդհանուր պատկերը ներկայացնող տեղում պահպանված հնագույն կոթողների, Խաչքարերի ճարտարապետական մանրամասների մեծադիր լուսանկարները եւ նկարազարդ բացատրակները։ Պատմամշակութային ժառանգության նկատմամբ այս մոտեցումը եւ հուշարձանների վերարժևորումը կխթանի զբոսաշրջությանը, այցելուներին ուղղորդելով դեպի մարզերը։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի խոսքով ցուցահանդեսում ընդգրկված հուշարձանների մի մասն արդեն իսկ վնասված, կոտրված, տապալված, հողի մեջ թաղված, երեսնիվայր ընկած էին տարբեր վայրերում։ Ընտրված հուշարձանների մեծ մասը տեղահանված են իրենց ստեղծման վայրից եւ շարժական լինելը վտանգում է դրանց ամբողջականությանը, իսկ պահպանությունը դարձնում անվերահսկելի։ Եվ սա մի ազդակ է, որպեսզի տեղական իշխանությունները սարքեն այն համապատասխան վայրերը, որտեղ նրանք ըստ պատշաճի կկանգնեն։ Նշենք, որ կոթողները պատշաճ ներկայացնելու համար ստեղծվում են համապատասխան պատվանդաններ, տեխնիկական անհրաժեշտ պայմաններ։ Ցուցահանդեսի ավարտից հետո պատմաճարտարապետական բոլոր կոթողները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության մարզեր։ Անի Մարկոսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյում։